Հիսուսը, ով Աստծո կատարյալ որդին է եւ Աստծո գառն է, մահացավ, զոհվեց մեզ համար, վճարելով ձեր եւ իմ մեղքերի գինը։ Աստված դրեց ողջ աշխարհի հանցանքն իր որդու վրա, գամելով նրան խաչին։ Եվ յուրաքանչյուրը, ով հավատա նրան, կարող է հավիտյան ներում ստանալ իր մեղքերից։ Այդ մարդկանց անունը գրվում է գառան կյանքի գրքում, եւ նրանք հավիտյան Աստծո զավակ են դառնում։ Եվ այն պահին, երբ դուք պատրաստ լինեք խնդրել, որ նա ների ձեր մեղքերը եւ մաքրի ձեր սիրտը, եւ երբ ուզենաք հանձնել ձեր կյանքը նրան, նա պատրաստ կլինի ներել ձեզ։ Սուրբ Հոգին մուտք կգործի ձեր կյանքը եւ կկնքի ձեզ որպես Աստծո զավակ։ Սա Աստվածաշնչի վկայությունն է, եւ այդ պահից ի վեր կսկսի ձեր հոգեվոր աճը որպես քրիստոնյա։ Եթե դուք երբեք չեք վստահել նրան որպես ձեր փրկիչ, թույլ տվեք ասել հետեւյալը. դուք լողում եք վտանգավոր ջրերում։ Առանց նրա, առանց կողմնացույցի, Աստծո խոսքը չկա ձեր կյանքում, դուք խարիսխ չունեք։ Մտածեք այս մասին։ Ձեր նավը պարզապես լողում է։ Կան շատ ժայռեր եւ ծանծաղուտներ եւ մեկ օր նավաբեկության եք ենթարկվելու։ Ես գիտեմ, որ ձեզ համար դժվար է հավատալ սրան։ Երբ դուք շատ ունեցվածք ունեք, առողջ եք եւ ձեր կարծիքով այնքան երջանիկ եք։ Հարցրեք ցանկացած մարդու, որը բաց ծով է դուրս գալիս։ Միթե հիմարություն չէ եւ միթե ինքնասպանություն չէ դուրս գալ բաց ծով, առանց խարսխի եւ կողմնացույցի եւ պարզապես գնալ քամու եւ ջրի հոսանքի ուղղությամբ։ Այսօրվա հոսանքը կհեռացնի ձեզ Աստծուց։ Ահա թե ինչու է մեզ պետք այնպիսի խարիսխ, որը ամուր կպահի մեզ։ Ամեն։ Հայր, մենք աղոթում ենք, որ Սուրբ Հոգին այնքան խորը պահի այս ուղերձը մեր սրտերում, որ մենք չկորցնենք այն։ Որ ամեն մեկը, ով լսում է այն այստեղ եւ աշխարհով մեկ, հասկանա, որ ունի Քրիստոսի կարիքը։